պատգամավորներին ելով կցանկանա կարող է արձագանքել։ Ինչու այնուամենայնիվ Միացյալ Նահանգների նախագահին չի հաջողվում հիշել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունը, Հայաստանի անունը։ Հայաստանը համեմատում է, ասում է Ալբանիա եւ երեք տեսանք Ալբանիայի վարչապետի պահվածք ասեմ, մի խոսքով հումոր ասեմ, եւ Նիկոլ Փաշինյանին էլ ասում է մյուս տղան։ Ինչու չի հաջողվում Թրամփին հիշել Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանին, ի տարբերություն այլևի անվան, որը բավականին լավ տալիս է, ասում է Ադրբեջանի նախագահը, որ ղեկավարել է 22 տարի։ Շնորհակալություն։ Ինձ միշտ հետաքրքրում է, օրինակ դուք եք մենակ հարցի մի կողմը տեսնում, ասենք Ամերիկայի նախագահը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը շփոթվել է իր հրապարակային խոսքում Ադրբեջանին էլ ինչ որտեղ ոնց որ թե անվանել է Կամբոջա, չէ՞։ Դե լավ, հիմա շփոթվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, շնորհակալ եմ հարցի։ Ամեն դեպքում այդ միջադեպը կամ միջադեպերը որևէ կերպ բովանդակության վրա, քաղաքական եւ դիվանագիտական բովանդակության վրա հարաբերությունները չեն ազդում եւ շարունակում են զարգանալ մեր երկկողմ հարաբերությունները, նաեւ եռակողմ հարաբերությունների կոնտեքստում։ Եվ մի բան էլ էլի ավելացնեմ, մենք հիմա խորհրդարանական ճեպազրույցների ֆորմատն է, որտեղ ամփոփում ենք նախորդ ազգային ժողովի լիագումար նիստերի աշխատանքները, քաղաքական օրակարգը, եւ ես վստահորեն կարող եմ պնդել, որ ձեր հարցը որպես առաջին հարց բրիֆինգի ընդհանրապես կապ չունի Հայաստանի Հանրապետության օրակարգերի հետ եւ ընդհանրապես կարեւոր չի եւ մեր հանրությանը բացարձակապես չի հետաքրքրում եւ խնդրում եմ ձեզ տալ հարցեր, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության օրակարգերից եւ քաղաքացիների ու պետության շահից։